Գյումրիում սոցիալական խնդիրները վաղուց նորություն չեն, տասնամյակներ շարունակ տնակներում ապրող բազմաթիվ ընտանիքների համար բնականon տեղափոխվելը շարունակում է մնալ երազանք։ 3 սենյականոց բնակարան կորցրել ենք, մենք ոչ մի անգամ տուն չենք ստացել, 1988 թվականից երկրաշա կորցրած տունը բնակվել ենք տնագի մեջ մինչև հիմա 38 տարի։ Սակայն այս քաղաքում երբեմն նույնիսկ տնակն է դառնում ամենաթանկ ունեցվածքը, հատկապես այն պահին, երբ այն մեկ ակնթարթում վերածվում է մոխրի։ Ապրիլի 13-ին ժամը 10:05 տնից դուրս եմ եկել, լույսերը պակետնիկից անջատել եմ, վառարանը անջատված է եղել, վառել եմ 8-ին, 9:05 անջատել եմ, 10:05 դուրս եմ եկել տնից, նայել եմ 4 կողմը ոչ մի բան չի եղել։ Գնացել եմ հիվանդանոց, 1 ժամից վերադարձել եմ, 10:05 գնացել եմ, 12-ին 15 պակաս եկել եմ, եկօր ամբողջովին տնակը հավասարված է կերնին։ Այս իրավիճակում են հայտնվել գյումրեցի Բադոյանների ընտանիքը, ովքեր ավելի քան 1 ամիս առաջ, մեղմ ասած ոչ բարենպաստ ժամանակահատվածում կորցրել են իրենց միակ կացարանը, բառի ուղիղ իմաստով մնալով անօթևան։ 1 ժամվա մեջ ամբողջովին այրվավ, կերնին հավասարվավ, ոչ մի բան չունենք, տգլոր մնացել ենք։ Թոշակառու ամուսիններ Մարիետա եւ Վարդան Բադոյաններն այսօր ստիպված բնակվում են իրենց դստեր բազմազավակ ընտանիքի հետ։ Հրդեհը ոչնչացրել է նրանց ամբողջ ունեցվածքը, գույքը, անձնական փաստաթղթերը, անգամ տարիներով կուտակված դրամական խնայողությունները։ Սակայն սոցիալական ծանր վիճակին զուգահեռ ընտանիքը բախվել է նաեւ մեկ այլ իրականության։ Նախընտրական փուլում ցանկացած աջակցություն կարող է դիտարկվել որպես բարեգործական արգելքի խախտում։ Մասբետարան ենք թիմը, մասբետարանն է քսեոր այս ընտրությունները թեմն է, մենք ոչինչ չենք կարողանա անել։ Ընտրությունները բրզնի, տեսնենք ինչ կարող ենք անել։ Քաղաքապետարանը դիմել ենք, քաղաքապետարանն է ասեն գնացեք Վարշավ ապրեք։ Քաղաքապետարանից ավականուն նիստ դեղնի, մեծ նիստը ինչ կորոշե, ինչ չգիտենք։ Ամուսինները ժամանակավոր լուծումներ են ակնկալում պատկան մարմիններից, լուծողները վախենում են իրենց վերագրվող հնարավոր ընտրակաշառքից, տնակների խնդրով խարանված քաղաքում փաստացի պետք է լուծվի խնդիրը, բայց միայն թոշակով ու առանց տանիքի, որքան կապրի այս ընտանիքը, դժվար է ասել։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Քվեարկության նախորդ օրը փակցնելու են տեղամասերում, այսպիսի մի հատը փակցվելու է հենց տեսախցիկի դեմ դիմաց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ցույց է տալիս նյութերը, որոնք պատրաստվել են համապետական քվեարկությունը պատշաճ կազմակերպելու համար։ Դրանք կտրվել ընտրական տեղամասերին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ԶԼՄ ներկայացուցիչներին։ Քվեաթերթիկները կտպագրվեն սահմանված ժամկետում։ Մինչև 10 օր առաջ կուսակցությունները իրավունք ունեն ինքնաբացարկ ներկայացնելու։ Իսկ մենք պիտի սպասենք, որպեսզի համոզվենք, որ 19 քաղաքական ուժից որը մեկը ինքնաբացարկ չի տալու, կարող է ինքնաբացարկ տալ։ 28-ին նիստ կանենք, քվեաթերթիկների նմուշները կհաստատենք ու նմուշները կուղարկենք տպարան։ Առաջիկա օրերին պատրաստ կլինեն բրալյան կաղապարները, որոնցում կտեղադրվեն քվեաթերթիկները։ Դրանք տեսողության խնդիր ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու հնարավորություն կտան։ ԿՀ ղեկավարի աշխատասենյակի մի քանի մետր երկարությամբ սեղանը նույնիսկ այս օրերին չի բավարարում քննարկումների բոլոր մասնակիցներին տեղավորելու համար։ ԿՀ ստորաբաժանումների ներկայացուցիչներն այստեղ հավաքվում են նույնիսկ օրը մի քանի անգամ քննարկելու ընտրական օրակարգին վերաբերող տարբեր հարցեր։ Այս ընտրությունները հանրային ուշադրությամբ առանձնան, ավելի ճիշտ միջազգային ուշադրությամբ։ Եթե այս ընտրությունները համեմատելու լինենք օրինակ 21 թվականի հետ, այն միջազգային ուշադրությունը, որ կա այս 26 թվականի ընտրությունների նկատմամբ երբևէ չի եղել։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի այդ մասին է վկայում նաև, որ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատները դիմել են քվեարկության օրը ընտրական տեղամասեր այցելելու համար։ Ընտրատեղամասերը 1996-ն են, գումարած 9 քվեակատարողական հիմնարկ։ Շրջիկ քվեատուփեր կլինեն ձերբակալվածների պահման վայրերի եւ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարյուրավոր նամակներ է ստանում քաղաքացիներից տարբեր հարցերով։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելուց մինչև ընտրացուցակներ, շատեր իրենց տվյալները չեն գտնում ցուցակում։ Այս դեպքում ԿԸՀ-ն նրանց ուղղորդում է դիմել լիազոր մարմին։
Շատ են նաև մեր այն քաղաքացիների կողմից հարցեր, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հետաքրքրվում են, թե արդյոք կա էլեկտրոնային քվեարկության ինչ-որ եղանակ։ Այս դեպքում էլի միշտ ծանոթում ենք, որ էլեկտրոնային քվեարկություն չկա, էլեկտրոնային քվեարկություն կա բացառապես մեր դիվանագետների եւ հյուպատոսների եւ իրենց ընտանիքների անդամների համար, ինչպես նաեւ ՊՆ ուսման մեջ գտնվող մեր զինծառայողների համար, ովքեր արտերկրում են ուսանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին անգամ կկազմակերպի վերապատրաստման դասընթաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի համար։ Անսպասական կարելի է հարայն հստակությունից ջուրերում։ Կուսակցությունների համար կվերապատրաստեն դասընթացավարների վստահված անձանց համար դասընթաց կազմակերպելու գործընթացը այս ուրբաթ շաբաթ կիրակի արդեն մեկնարկել է։ Իրականացնելու ենք վստահված անձանց դասընթացավարների գլխավոր ուսուցումը, գլխավոր դասընթացավարների ուսուցում, որոնք իրենց հերթին ուսուցանելու են կուսակցությունների ներկայացուցիչներին որպես վստահված անձանց դասընթացավարներ։ Դրա կարիքը հետևյալի պատճառով է առաջացել։ Կոնֆլիկտների մեծ մասը տեղամասային կենտրոնում լինում է տեղեկատվության եւ գիտելիքի տարբերության պատճառով, տեղեկատվության ասիմետրիան տեղամասային կենտրոնում հաճախ առաջացնում է կոնֆլիկտներ։ Դրա համար անգամ մենք հումոր ունենք, որ լավ կլինի, որ բոլորը նույն ընտրական օրենսգիրքը սովորեն։ Եվ մենք ոչ միայն դա սկսել ենք ասել, այլ սկսել ենք անել։ Ազգային ժողովի ընտրություններից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ վերազինում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաները, թարմացնում համակարգիչներն ու անվտանգության սարքավորումները։ Տպագրության գործ արագացնում է բազմաֆունկցիոնալ տպիչ նոր սարքը։ Տպում, ծալում եւ ստեղտեղում միանգամից անում է միջին քանակները մինչև 500 քանակը, արագ տպում ենք այստեղ, ըստ անհրաժեշտության, եթե կարիք է լինում, տպագրությունը նորից անում ենք։ Մեր պլանավորած քանակների, մեծ քանակների հարկե գնում են տպարան։ Այստեղ են տպագրվում նաև վկայականները միջազգային դիտորդների։ Միջազգային դիտորդական առաքելությունների հավատարմագրման տվյալները ամփոփվում են։ Հունիսի 7-ի ընտրությանը կհետևի տեղական 13 դիտորդական առաքելություն։ Ընտրությունն այս պահի դրությամբ կլուսաբանի տեղական 60, օտարերկրյա 80 լրատվամիջոց։ Հայտագրման վերջնաժամկետը մայիսի 28-ն է։ Լուիզա Ավետիսյանը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ 38 հանձնաժողովից 10-ը Երևանում է, 28-ը մարզերում։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Կապի մեջ Արմավիրի 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, որը տեղեկություններ է ԿԸՀ-ին հաղորդում նախընտրական Արմավիրի մասին։ Քարոզչական պաստառների հետ կապված, այսինքն ստուգումներ իրականացնում եք, դրանք ճիշտ տեղում են փակցված, թե ոչ։ Շրջանքեր են կատարում, երեկել են կատարել, այսօր են կատարել։ Սահմանված վայրերում արդյոք քարոզչական պաստառներ փակցված չեն։ Եթե նկատում ենք ոչ սահմանված վայրում պաստառի արկայություն, մենք միանգամից արձանվում ենք համայնքին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են տեղամասը ժամանակավոր փոխելու համար քաղաքացիները պետք է լիազոր մարմին դիմեն մինչև մայիսի 26-ը, ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին։ Խնդիրները մեր կանխատեսածից քիչ են։ Դա ակին լավ։ Ազանգերիթից օպերատիվ ենք արձագանք։ Արագ գնում ենք խնդիրը լուծելու ճանապարհը, ոչ թե վարչարություն, ասենք արագ, ասենք նիստ հրավիրել եւ չէ մենք, որովհետեւ այդ ժամանակը որ մենք ծախսենք, նշանակում է, եթե որը մեկ օրինակ սխալ պաստառը փակցրել, մենք եթե պետք է գնանք այդ նիստ հրավիրենք եւ այլ այս ճանապարհով գնանք, այդ պաստառը ասենք եւս մեկ օր մնալու է սխալ տեղում փակցրած։ Աշխատանքը շատ հստակ է, ուղղակի միանգամից համայնքի ղեկավարներին, համանքապետարանին զգուշացնում ենք, ասում ենք ձեր տարածքում կա սխալ փակցված, չնախատեսված տեղում փակցված պաստառ։ Իսկ դեր պարտականությունն է վերացնել։ Գլխավոր պաստառը Վահանակը, որի ֆոնին նաև լրատվամիջոցներն են թարմ տեղեկությունները ԿԸՀ-ից փոխանցում հանրությանը, պատրաստ է։ Սա էլ մեր մամուլի սրահն է, որտեղ այդ օրը իրականացվելու է ուղիղ եթերով հեռարձակումը, ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն։ Ուղիղ եթերի հեռարձակումը իրականացվելու է հանրային հեռուստաընկերության միջոցով եւ դրան հասանելիություն են ստանալու նաև մուլտիպլեքսի մեր մյուս գործընկերները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ օրս ուժը կորցրած է ճանաչել քաղաքական տարբեր ուժերի ընտրացուցակներում ընդգրկված падգամավորի մոտ 6 տասնյակ տեխնացուի գրանցումը։ Դրանք ինքնաբացարկ են ներկայացրել։ ԿՀ-ն չէր գրանցել երկու ուժի առաջին համարի վարչապետի տեխնացուի։ Խորհրդարան անցնելու համար կպայքարի 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն, 2 դաշինք։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, Արմեն Գրիգորյան։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք են արձակել Դաշնության ուղղությամբ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը եւ այլ տարածքներ։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանն էլ ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային հարձակմանը, թիրախավորվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ այլ ձեռնարկություններ, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա արդար պատասխան է Ուկրաինային, մասնավորապես Կիևին, ռուսական վերջին զանգվածային հարձակմանը, որի հետևանքով մայիսի 14-ին հանրապետության մայրաքաղաքում 24 մարդ էր զոհվել։ Զելենսկին հավելել է, որ այժմ ակտիվ գործողություններ են իրականացնում, իսկ վերջին հարվածների հեռավորությունը գերազանցել է 500 կիլոմետրը։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, հայտնաբերվել է շուրջ 300 ՀԹՍ, մեծ մասը խոցվել է, սակայն հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Թիրախավորվել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Զապորոժիեի, Օդեսայի եւ այլ շրջաններ։ Անհայտ ցակման ԱԹՍ է կործանվել Լատվիայում, երկինք են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ, ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Վոլոդիմիր Զելենսկին հրահանգել է Ուկրաինայի համապատասխան մարմիններին կապ հաստատել Մոլդովայի իշխանությունների հետ այն բանից հետո, երբ Մոսկվան որոշել է պարզեցնել չճանաչված Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգը։ Զելենսկին սպეციფიկ քայլ է որակել Վլադիմիր Պուտինի որոշումը։ Նրա կարծիքով Ռուսաստանը նոր զինվորների է փնտրում, քանի որ քաղաքացիությունը ենթադրում է նաև զինվորական ծառայություն։ Սա նաև նշանակում է, որ Ռուսաստանը Մերձդնեստրը համարում է իր սեփական տարածքը, շեշտել է Ուկրաինայի նախագահը, հավելել. Մերձդնեստրում ռուսական զորքերի եւ հատուկ ծառայությունների տեղակայումն էլ մարտահրավեր է Ուկրաինայի համար, որը ցանկանում է տեսնել կայուն եւ ուժեղ Մոլդովա։ Մոլդովայի նախագահը եւս համոզված է, որ Ռուսաստանի նպատակն է ավելի շատ զինվորականների հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Մայա Սանդուի խոսքով Ռուսաստանը նման քայլերով ցանկանում է վախեցնել Մոլդովային եւ խափանել Մերձդնեստրի վերաինտեգրման ջանքերը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, լավ կլինի, որ շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հասել են Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում իրենց նպատակների 70%-ին։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Իրանից էլ հայտարարել են, որ Թեհրանը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ եւ այդ շփումները կառավարում են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Այս ֆոնին Արաբական Միացյալ Էմիրություններից հայտնել են, որ երկրի միակ ատոմակայանը ենթարկվել է հարձակման, նշվում է, որ ԱԹՍ-ներն արձակվել են արևմտյան սահմանից։ Անօդաչուների մեծ մասը չեզոքացվել է, միայն մեկն է հարվածել ատոմակայանի գեներատորներից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը վտանգավոր էսկալացիա է որակել տեղի ունեցածը։ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել նաև Սաուդյան Արաբիայի երկնքում, պաշտպանության նախարարության տվյալով դրանք արձակվել են Իրաքից։ Թայվանի նախագահը հայտարարել է, որ կղզին չի պատկանում եւ չի ենթարկվում Պեկինին։ Լայչինտան շեշտել է, որ միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել կղզու ճակատագիրը։ Մեր կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. Թայվանի ինքնիշխանությունը չի կարող խախտվել, իսկ տարածքը բռնակցվել, հավելել է նախագահը։ Լայչինտեի հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի եւ Սի Ցինփինի հանդիպումից մի քանի օր անց։ Պեկին այցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ շուտով կորոշի հաստատել արդյոք Թայվանին եւս 11 միլիարդ դոլարի զենքի վաճառքը, թե ոչ։ Հիշեցնենք, որ Չինաստանը Թայվանը համարում է իր մաս եւ դեմ է կղզուն միջազգային աջակցությանը։ Չինաստանում չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել Թայվանը Չինաստանին միացնելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է Կոնգոյում եւ Ուգանդայում էբոլայի բռնկման մասին։ Այս ֆոնին կառույցն առողջապահության ոլորտում միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել։ ԱՀԿ-ն նման հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ երկու երկրում հիվանդության ավելի քան 300 հնարավոր դեպք է արձանագրվել։ Հայտնի է, որ վիրուսի հետևանքով 80 մարդ է մահացել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սակայն նշում է, որ էբոլայի տարածման մասշտաբները հավասարազոր չեն COVID-19-ի մասշտաբներին։ Դիանա Գասպարյան Եվրոպական միությունը երիտասարդների համար նախաձեռնության շրջանակում Գավառի պետական համալսարանում ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին եւ Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։ Ինտերակտիվ ձևաչափով քննարկում են Եվրամիություն Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ու դրանցում երիտասարդների ներգրավվածությունն ակտիվացնելուն, ընդհանուր արժեքներին եւ հնարավորություններին առնչվող հարցեր։ Հյուրերին ողջունում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ներկայացնելով Եվրոպական միության ստեղծման պատմությունը, ինչպես նաև անդրադարձ կատարելով բուհի միջազգայնացմանն ուղղված ծրագրերին։
Մենք իրականացնում ենք Եվրամիության Erasmus+ ծրագրեր եւ համագործակցում ենք եվրոպական տարբեր համալսարանների հետ։ Այս պահին իմ գործընկերները տարբեր բուհերում դասախոսական աշխատանք են անում, վերապատրաստում անցնում, աշխատաժողով, գիտաժողովների մասնակցում, նաեւ ուսանողներն են սովորում եվրոպական տարբեր բուհերում։ Մենք ունենում ենք հյուրընկալ դասախոսներ տարբեր պետություններից։ Թե ինչ են մտածում, ինչով են հետաքրքրված, ինչ առաջնահերթություններ ունեն երիտասարդները, ակնհայտ է նրանց կողմից բարձրացված հարցերից, նշում են երկու երկրների դիվանագետները, իսկ երիտասարդները հյուրերի հետ խոսում են եվրոպական երկրներ մուտքի վիզայի ազատականացման, հայկական եւ եվրոպական բուհերի միջև գործակցություններն ընդլայնելու, Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարների ու դժվարությունների մասին։ Սա Գավառ քաղաք կատարած իմ առաջին այցը չէ, բայց Գավառի պետական համալսարանում առաջին անգամ եմ։ Ինչ կարող եմ ասել, այստեղ հիացնող կարգ ու կանոն է տիրում։ Ակնհայտ է, որ սա խիստ համակարգված ուսումնական հաստատություն է, իսկ թե ինչ որակի կրթություն եւ ինչ արժեքներ են ստանում երիտասարդները, պարզ դարձավ նրանց հարցադրումներից, նրանց ընդհանուր խոսքից։ Ուրախ եմ կրկին Գավառում լինելու համար։ Առհասարակ, ինձ ավելի շատ դուր են գալիս այսպիսի փոքր քաղաքներն ու դրանց բնակիչները։ Մենք որոշակիորեն խոսեցինք Ռումինիա-Հայաստան հարաբերությունների մասին, եւս մեկ անգամ արձանագրելով վերջերս Գավառ քաղաքում պատվո հյուպատոսություն բացելու փաստը։ Գավառի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ առաջին հանդիպումն ու երկխոսությունը ինձ մղում են հետագայում եւս նման ձևաչափով նախագծերի մասնակցելու։ Ինձ խիստ տպավորեց Գավառի պետական համալսարանի թանգարանը։ Որպես կանոն բուհերն ունենում են ռեկտորների թանգարան կամ պատկերասրահ, բայց այստեղ մենք այցելեցինք իսկական պատմահնագիտական թանգարան։ Ծանոթացանք Սևանի ավազանում գոյություն ունեցած քաղաքակրթության պատմությանը։ Նախագիծն իրականացվում է Եվրոպայի օրվա շրջանակում, հնարավորություն տալով եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ բաց եւ անմիջական շփումների։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Հերթական առաջնախաղը Կապանի դրամատիկական թատրոնի պատմության մեջ։ Թանկարժեք դիակը կատակերգությամբ մարզկենտրոնի բեմում էին Երևանից ժամանած դերասանները։ Հանդիսատեսը շտապում էր դիտելու հումորային եւ անսպասելի զարգացումներով լի ներկայացումը։ Շատ պատասխանատու է, որովհետև նախ առաջի փորձն է, երբ բեմում, մենակ ես եմ Կապանի դրամատիկական թատրոնից, դե հուսամ ամեն ինչ լավ կլինի, հանդիսատեսը կընդունի մեզ, մեր ներկայացումը կհավանի եւ շարունակական կլինի մեր ներկայացումը Կապանի թատրոնի բեմում։ Այսօրվա ներկայացումը շատ թեթև, հետաքրքիր կատակերգություն է։ Երևի ուզում ենք փոխանցենք լավ լիցքեր առաջին հերթին հանդիսատեսին։ Ուզում ենք հանդիսատեսին գոնե առօրյա կյանքից 1 ժամ 20 րոպե կտրել ամեն ինչից եւ գալ մի փոքր ծիծաղեն, լիցքատապվեն, ինչու ոչ, էմոցիաներ ստանան։ Ու շատ տխուր չի ինքը իրականում, այդպես չմտածեք վերնագրից, բայց ինքը տես թեթև ժամանցային ներկայացում։ Ռոզի ձեռքը վարա։ Ակնկալիքները շատ մեծ են, Կապանի հանդիսատեսին շատ եմ սիրում, շատ ջերմ ու որակով հանդիսատես ունենք։ Բեմ բարձրացած դերասաններից ոմանք առաջին անգամ էին Կապանում։ Սիրով են եկել հարավային մայրաքաղաք, պատրաստ իրենց խաղով դրական լիցքեր փոխանցելու նաև տեղի հանդիսատեսին։ Կապանում առաջին անգամ եմ, հրաշալի բնություն է, շատ գեղեցիկ է ամեն բան, ցավոք շատ բաներ տեսնելու հնարավորություն չունեմ, բայց կարևորը հանդիսատեսին, որ հաստատ կարող եմ տեսնել, ինչը շատ մեծ արժեք ունի ինձ համար։ Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք ու շատ ուրախ ենք, որ պրեմիերան հենց Կապանում է։ Սիտուատիվնի կոմեդիա է, թանկարժեք դիակ ու կարծում եմ հետաքրքիր է լինելու։ Այս ներկայացումը առանձնանում է մյուսներից։ Կապանի թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանի ղեկավարությամբ փորձերն անցկացվել են Երևանում տարբեր դժվարություններով եւ ընդհատումներով։ Չնայած այս ամենին ստեղծագործական թիմին հաջողվել է կյանքի կոչել ամբողջական եւ տպավորիչ բեմադրություն։ Բավական հետաքրքիր մերօրյա թեթև ժամանցային գործեր եւ երևի թե ավելի հարմար ժամանակ քան հիմա պատկերացնել անգամ չէին կարող։ Հետաքրքիր մտքերի փոխանակում տեղ ունեցավ տնօրինության ու Բասենցյան պրոդաքշնի միջև ու որոշվեց ստեղծել այսպիսի գեղեցիկ հետաքրքիր տարբերվող ներկայացում։ Հետո հավաքվեց թիմը տարբեր թատրոններից, տարբեր թատերական ասպարեզներից, այսպես ասած,
Եվ կարելի ասել ստացվեց այս միքսը։ Երեկոյան որակյալ ժամանցի այս տարբերակը կապանցիների սրտով էր։ Հանդիսատեսը տուն գնաց լիցքաթափված ու վառ հույզերով։ Այնքան լավ աղոթեցիք, որ զարթնեց։ Իսկապես մացելի։ Նոր դեմքեր, երիտասարդ դեմքեր, անչափ գեղեցիկ խաղ, սենց շատ են որ իրադարձությունները մեկը մյուսի ետևից եւ զգացինք իսկական սենց երիտասարդական շունչ թատրոնում, ինչը շատ հաճելի է։ Շատ հետաքրքիր է, շատ ծիծաղեցինք, շատ ուրախացանք։ Ուզում եմ ասել շնորհավորում եմ մեր թատրոնին, մեզ պրեմիերայի կապակցությամբ եւ մաղթում եմ շատ հանդիսատես բոլորիս, որովհետեւ իրոք հետաքրքիր ներկայացում էր եւ արժե գալ, ցրվել եւ ուրախանալ։ Արտիստների խոսքով սա հաջողված համագործակցություն էր, որը միավորեց տարբեր քաղաքների արվեստասերների փորձն ու գիտելիքները։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցման կետը ժամանել Իրան Իսլամական Հանրապետության քաղաքացի ՋՇ-ի կողմից չհագործվող բեռնատար տրանսպորտային միջոցը։ Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում օգտագործվելու էր որպես տարանցիկ գոտի։ Վաքսային հսկողության շրջանակում բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնագահ ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել, որից հետո մաքսային հսկողությունը շարունակվել է շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով։ Բեռնատարի զննության նպատակով ներգրավել են Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն բաժնի աշխատակիցը եւ մասնագիտացված ծառողական շունը։ Արդյունքում ծառողական շունը կցորդի աջ եւ ձախ հատվածում ցուցաբերեց թմրանյութի հայտնաբերման վարկագիծ։ Որոշում կայացվեց բեռնատար ավտոմեքենան տեղափոխել հարավային տերմինալ մանրակրկիտ զննման նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ ապամոնտաժել են կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված եւ զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով 111 հատ առանձին փաթեթներով հաշիշ տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն, դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին բարձելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման եւ շրջանառության դրսևորումներից, պահպանելով օրենքի պահանջները եւ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Այդ ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանությանը։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների, բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի եւ հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել, առգրավվել եւ կամավոր հանձնվել է 825 միավոր զենք եւ մեծ քանակությամբ զինամթերք։ Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը, հետեւողականորեն իրականացնելով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրս բերմանն ուղղված միջոցառումներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հիշեցնում է, ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Առողջությունը կյանքի գրավականն է։ Հենց այս սկզբունքով ԱԿԳ դեղատնային ցանցն իր 20-րդ մասնաճյուղը բացեց Հայաստանում եւ առաջինը Գյումրիում։ ԱԿԳ ավելին քան դեղատուն, դեղատների ցանցը հիմնադրվել է 2018 թվականին եւ մեր սկիզբը եղել է Երևան քաղաքում եւ այսօր արդեն իսկ ունենք մասնաճյուղը թե Գյումրիում, թե Աբովյան քաղաքում եւ շատ շուտով բնականաբար ընդլայնվելու է ցանցը եւ այլ քաղաքներում եւս հասանելի կլինի։ Առողջությունը կյանքի գրավականն է։ Մենք հավատում ենք, որ առողջ մարդը դա երջանիկ մարդն է, իսկ երջանիկ մարդը դա առողջ մարդն է։ Հետևաբար առողջությունը իսկապես կյանքի գրավականն է։ Որակյալ դեղորայքից մինչև խնամքի միջոցներ, մանկական պարագաներից մինչև եվրոպական հայտնի բրենդների արտադրանք։ Գյումրեցիներն այժմ կարող են այս ամենը գտնել մեկ հասցեից՝ Ռիժկովի 5, կոտորակ 2։ ԱԿԳ դեղատների ցանցը ի սկզբանե ունեցել է այնպիսի գաղափար, առաջարկի հայ սպառողին այնպիսի ապրանքանիշեր, այնպիսի պրոդուկտներ, որոնք մինչև այդ չեն եղել Հայաստանում, Body Shop, Nux, Lierac, Uriage, Eucerin եւ այլ համաշխարհային բրենդները։ Ու ամենակարևորը մեր մոտ հաճախորդները կգտնեն միմիայն որակյալ, բարձրորակ, դեղորայք, խնամքի միջոցներ, մանկական պարագաներ։ Բոլորը օրիգինալ են բնականաբար, սերտիֆիկացված եւ շատ բարձր որակի։ Այստեղ հաճախորդներին սպասում են ոչ միայն զեղչային առաջարկներ եւ շահավետ կൂട്ടակային համակարգ, այլև որակյալ ու հասանելի գնումների հաճելի հնարավորություն։ Իսկ խնամքի միջոցների եւ բազմազան տեսական ու կողքին կարելի է գտնել նաեւ գեղեցիկ նվերների տարբերակներ ընտանիքի անդամների եւ մտերիմների համար։ ԱԿԳ դեղատնային ցանցի Գյումրու մասնաճյուղն աշխատում է ամեն օր մինչև 22:00։ Նշենք նաեւ, որ շուտով Գյումրիում կբացվի նաեւ երկրորդ մասնաճյուղը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։